Արցախի ներկայացուցչությունում 3 դեկտեմբերի 10-ին քննարկում էր արցախցիների վերադարձի իրավունքի թեմայով։ Այսօր քննչական կոմիտեն խուզարկություն է անում ու խլում է համակարգիչներ, ինչ-որ թերթի օրինակ։ Այդ խուզարկությունները տեղի են ունեցել գիտեք ում հրահանգով։ Նիկոլն ասում է ուշադրություն. Վերնագրեր եմ տեսնում, որ ասում են Ղարաբաղի հարցը լուծված չէ, Հայաստանում ինչ-որ քննարկում է տեղի ունենում։ Ադրբեջանը ասում է, բա ինչի Հայաստանի կառավարությունը չի արգելում նման քննարկումները, ուրեմն կառավարությունն է թույլ տալիս նման քննարկումներ։ Ու Նիկոլը ուղարկում է խուզարկելու, որովհետև ադրբեջանցիներն ասում են, բա ինչու չես արգելում։ Ադրբեջանի հրահանգով խուզարկություն է անում։ Ասում են Հայաստանում իշխանական բարձր մակարդակով հրահանգվել է խուզարկվել։ Ներողություն էլի, որ ասում եք Հայաստանում իշխանական բարձր մակարդակ, այդ Նիկոլն է թե Ալիևը։ Այսօրվա կատարվածը ոնց որ Ալիևի մակարդակով է։ Եթե Արցախի ներկայացուցչության շենքը վաղը կառավարությունը խլի ու ասենք մի կաֆեում հավաքվեն 3 հոգի ու մտքեր փոխանակեն Ղարաբաղի հարցի մասին, սրճարաններ են խուզարկելու։ Ալիևին նյարդայնացնում է Արցախի թեման, այնտեղից լսում է, ուղիղ կապով զանգում ու հեռախոսը դղրդում է։ Արցախցիների վերադարձը հերթական թեման է, որ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս Ադրբեջանի սրտով լուծելու համար։ Ասել եմ ու կրկնում եմ. Նիկոլ Փաշինյանը իր ցածրագույն հեղինակությամբ չի կարողանալու լուծել այդ հարցը, ինչպես որ չի կարողացել լուծել Արցախի հարցը։ Այն, որ ինքն էլ, Ալիևն էլ գիշեր ցերեկ դրանից են խոսում, վկայությունն է, որ հարցը լուծված չէ։